Դիպլոմատայեմի եթերում փաստազրույցն է, ես Նարե Գրիգորյանը։ Այս հաղորդման շրջանակում մենք փորձում ենք խոսել փաստերով, ակնկալելով փաստարկված պատասխաններից։ Փաստազրույցի այսօրվա հաղորդման ընթացքում մենք հյուրընկալել ենք Ծառուկյան դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Վահե Էնֆիաջյանին։ Պարոն Էնֆիաջյան, շնորհակալ եմ հրավերքն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Դուք ինչպես եք մեկնարկել քարոզ արշավը։ Մենք կարևորելով Հայաստանի համաչափ զարգացումը եւ առհասարակ այն իրավիճակը, որը որ տիրում է հենց սահմանամերձ տարածքներում, սահմաններում, մենք մեր քարոզարշավը սկսել ենք Հայաստանի Հանրապետության սահմանային գոտուց, Տաուշի մարզից, գյուղական համայնքներից եւ մեր քարոզարշավը մենք սկսել ենք հենց այդ համատեքստում այդ գաղափարախոսությունը ներկայացնելով։ Ծառուկյան դաշինքը, իդեմս դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, կարելի է ասել այսպես վերակենդանացավ, հա։ Հենց կուսակցության առաջնորդի մասին է խոսքը ձեր տեսակետից։ Ինչու գնաց եւ ինչու վերադարձավ եւ ով ասեց, որ նորից այս ճանապարհը կիսած չի մնալու։ Այս նախնդիրների հետ կապված մի քանի անգամ առիթներ ունեցել ենք ներկայացրելու եւ ես ինքս էլ գտնում եմ, որ այս հարցի վերաբերյալ լավագույնս հենց մեկնաբանել եւ ներկայացրել է Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Եվ իր վերջի խոսքում էլ հրապարակավ, երբ որ հանդես եկավ, պահանջը հասարակական, երբ որ արձանագրվեց քաղաքականության մուտք գործելու, նա բնականաբար մեկնաբանեց նաեւ անցյալի տեղի ունեցած գործողություններն ու գործընթացները, դրա հնարավոր զարգացումները, անթույլատրելի զարգացումները, արունահեղություն, որ կարող էր տեղի ունենալ Հայաստանի Հանրապետությունում այն շփման գծում, սահմանամերձ գոտում, նաև այն ինչ որ հնարավոր զարգացումներ կարող էր տեղի ունենալ, մենք շատ լավ հասկանում ենք, թե տարածաշրջանում ինչ դիրքեր ունենք, ինչ տեղայքում ենք մենք բնակվում եւ ինչպիսի զարգացումներ անթույլատրելի պետք է տեղի ունենային, բայց այս ժամանակահատվածի համար մենք արձանագրում ենք, որ հնարավոր է օրինական փոփոխություններ իրականացնել եւ ընտրություններ են առջևում եւ ընտրությունների միջոցով պետք է իշխանափոխություն իրականացնել, նոր իշխանություն ձևավորել, նոր որակներ հաղորդել եւ այն ստեղծված իրավիճակը, որ կա Հայաստանի Հանրապետությունում, ի վերջո փոխել։ Դուք կարծում եք, որ դեռ հնարավոր է ընտրությունների միջոցով իրավիճակ փոխել, հատկապես այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վերջնականապես, մինչև այսպես ասած արյան վերջին կաթիլը հիասթափվել է այս երևույթներից, այս անընդհատ տրվող խոստումներից եւ նույն իրավիճակում եւ նույն կոտրաստահրտակի առջեւ գտնվելիս։ Կարծում եմ պետք չէ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների անունից մեկնաբանել, թե մեր Հայաստանի Հանրապետության ինչ զգացողություն ունի, ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տևական ժամանակ է փոփոխություններ իրականացնելու գործընթացի կարիք կա, բազմաթիվ դրսևորումներ են եղել, որոնք որ արատավոր են, մենք դրա մասին արձանագրել ենք, փաստել ենք եւ մեր տեսլականն ու մոտեցումն ենք ներկայացրել, թե ինչ ձևով է հնարավոր այդ փոփոխությունները իրականացնել եւ վստահ եմ, որ մեր հասարակությունը պետք է գիտակցի այն ուժը, ներուժը, որը որ ժողովուրդը ունի ի վերջո որովից է լծակ իշխանություն, քաղաքական միավոր իզորուչը կանխելու։ Օրինական ճանապարհը ընտրություններն են, թող բոլորի ծրագրերն էլ, մոտեցումներն էլ քաղաքական գործիչներին, կադրերին լսեն, իրենց համոզմունքը ունենան, գնան իրենց խեղճի մտոք իրենց ընտրությունը կատարեն։ Իրոք ստեղծվել է այն հնարավորությունը, որ պետք է փոփոխություն իրականացնել։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրական փոփոխություններից հետո դարձել է խորհրդարանական հանրապետություն եւ ըստ էության մենք առաջիկա 5 տարիներին քաղաքական որևիցե ընտրություն չենք ունենալու։ Ընտրելով խորհրդարան, խորհրդարանը կձևավորի կառավարություն եւ հետագայում էլ նաեւ կընտրի Հայաստանի Հանրապետության նախագահին։ Այդ ընտրություններից դուրս մենակ մնալու են թիմ ընտրությունները, որ ըստ էության բովանդակային մասով քաղաքական ընտրություններ։ Այդ տեսեք, ասում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անունից չխոսեմ, բայց ես աշխատանքի պետք է խոսել։ Ես ինքս եմ իստուփարել, բայց բոլորի անունից ես կարծում եմ բոլորի տրամաբանությունը կամ տրամադրվածությունը ովքեր իշխանության թևում ունեն բարեկամներ, իսկ այդպիսի մարդիկ Հայաստանում քիչ չեն, կամ որոշակի պայմաններ են ստեղծել, որտեղ կարողանում են իրենց մինիմալ կարիքները հոգալ, բայց մեծամասնության առումով, երբ օրինակ աշխատանքի բերումով ես հաճախ հարցումներ եմ անցկացնում քաղաքացիների շրջանում եւ համեմատում եմ նախորդ հարցումների հետ, երբ հարցնում էինք որևէ ուժի տալու եք ձեր ձայնը, նախորդ տարիներին անուններ, կուսակցությունների անուններ նշվում էր։ Այս անգամ բացարձակապես որևէ կուսակցության, որևէ ուժի անուն քաղաքացիները չեն նշում։ Հարցին թե ում եք տալու ձեր ձայնը, նրանք պատասխանում են ոչ մեկի,
ոչ մեկի։ Ես չգիտեմ դուք ինչ հարցումներ եք իրականացնում, որովհետև տարբեր միջազգային կառույցների կամ այլ հասարակական միավորների հրապարակած տարբեր հարցումների ինքս էլ եմ տիրապետում, մենք որպես կազմակերպություն մենք էլ ենք հարցումներ իրականացնում եւ մեր հարցումների, նույնիսկ հարցումների արդյունքը շատ հստակ է։ Մենք շատ լավ տեսնում ենք, թե հասարակության կողմից ինչպիսի մեծ վստահություն կա Գագիկ Ծառուկյանի անձի նկատմամբ, ինչպիսի մեծ սպասելիքներ կան Ծառուկյան դաշինքից, մեր կադրերից եւ այս վստահությունը մեզ նաեւ պարտավորեցնող է։ Մեր մոտեցումները միշտ եղել են օբյեկտիվ եւ վստահ եմ առաջիկայում այս սկզբունքներով առաջնորդվելով մենք կարողանալու ենք եւս մեծ հաջողություններ գրանցել։ Այո, մեր երկրում կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հիասթափված են քաղաքական գործընթացներից։ Այո, մեր երկրում կան քաղաքացիներ, որոնք իրավիճակին շատ սուր եւ կտրուկ գնահատականներ են տալիս եւ վերաբերմունքը նույն կերպ են պահանջում եւ հասկանում։ Եվ պատահական չէ, եկեք մի բան էլ հասկանանք, 5-րդ գումարման ժամանակահատվածում ես ինքս խորհրդարանում եմ պատիվ ունեցել այս ամեն ինչի մասին խոսելու եւ բարձրաձայնելու, ասել եմ գրեթե չի եղել այնպիսի 4-օրյա նիստ կամ երրորդյա նիստ, նայած ինչ ձևաչափի մեջ են նիստերը գումարվել, ոչ թե ներկա գտնվել, ես միշտ էլ ներկա գտնվել եմ։ Եթե ներկա չեմ գտնվել, զուտ գործողումներն է հարցը եղել, այլ ոչ մի հարց չի եղել ի տարբերություն այլ պատգամավորների, բայց եկեք հասկանանք մի բան, գրեթե բոլոր նիստերի ժամանակահատվածում եղել են այս կամ այն ձևաչափի բողոքի ակցիաներ, պիկետներ, պահանջներ, այս սկզբունքներով այս ամեն ինչը կազմակերպել։ Ահա այսպեսի հարց, պարոն Էմֆիաջյան, մինչև ապրիլի 1-ը ներառյալ, ոչ, ապրիլի 1-ը Դրության օրն է, այո։ Ահա, մինչև մարտի 31-ը ներառյալ, ձեր դաշինքը ամեն օր հանդես է գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև, խոստանալու է, որ ծաղկեցնելու է այս պետությունը, որ բարգավաճ երկրում ենք ապրելու։ Մենք ներկայացնելու ենք մեր ծրագրերը։ Դուք ներկայացնելու եք ձեր ծրագիրը։ Մեր մոտեցումները։ Մենք ներկայացնելու ենք այն ինչ որ մենք իրագործել ենք, այն ինչ որ կառուցել ենք, այն ինչ որ ստեղծել ենք, այն ինչ որ պատրաստվում ենք իրագործել։ Սա ներկայացնելու են մեր քաղաքական ուժի դրանց իրատեսականությունը, ներկայացուցիչները, մեր համախոհները, մեր քաղաքական թիմի, որպես այսպիսի մեծ ընտանիքի ներկայացուցիչները, եւ մեր համար շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք մեր ներկայությունը ապահովենք բոլոր համայնքներում, ընդ որում եւ բնականաբար բոլոր քաղաքներում։ Մենք բոլոր տեղերը սահմանել ենք հանդիպումներ եւ խոշոր համայնքներում անձամբ Գագիկ Ծառուկյանն էլ է մասնակցելու իր մոտեցումը, իր տեսլականը եւ այն գաղափարները, որ ինքն է առաջ քաշել, այն թեզերը, որ ինքն է առաջ քաշել, անձամբ ներկայացնելու։ Ինչով արդարացրեցիք ձեր ներկայությունը այս նախորդ ազգային ժողովում, որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության։ Ես կարծում եմ ոչ թե ես որպես անհատ կամ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, մեր քաղաքական ուժը արեց առավելագույնը։ Ինչ արեց։ Ինչ որ հնարավոր էր իրագործել, բայց այս գործողությունների ամենալրջագույն արձանագրողը մեր ժողովուրդն է։ Մեր ժողովուրդն է գնահատական տվողը, թե ի վերջո ինչ փոփոխություններ կարողացել ենք արձանագրել, գոհ են թե դժգոհ են գործունեությունից, կամ որ քաղաքական ուժին են տեսնում խորհրդարանում եւ որ քաղաքական ուժին են վստահում հետագա իր գործունեությունը։ Մենք այս տարիների ընթացքում ամենօրյա աշխատանքի մեջ ենք եղել։ Մի քանի 100 օրենսդրական առաջարկություններ են եղել։ Ես ցավով եմ մատնանշում, որ հարյուրավոր օրենսդրական նախաձեռնությունները հաճախ կառավարության ներկայացուցիչների կողմից անձամբ նախկին վարչապետի կողմից ավելի կոնկրետել կարող եմ ավելի հասցեականել ասեմ Տիգրան Սարգսյանի օրոք ղեկավարած կառավարությանով մի շարք մեր կողմից առաջարկություններ մերժվեցին կարևորագույն առաջարկություններ այն ժամանակահատվածում երբ որ տնտեսական ճգնաժամը արմատանում էր եւ մեր երկրի այն ռիսկերը որ մենք կարողանում ենք տեսնել եւ արձանագրել եւ ներկայացնում ենք որ այստեղ վտանգ կա եւ պետք է փոքր միջին ձեռնարկատերերին այն մարդկանց ովքեր ձեռնարկատիրական փոքր տնտեսվարող սուբյեկտներ են պետք է արտոնություններ սահմանել, հարկերը թեթևացնել, բեռը նրանց թեթևացնել, արվեց ճիշտ հակառակ քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ փոփոխվող օրենսգրքերից մեկը դա հարկային օրենսգիրքն է։ Հարկային օրենսգիրքը դա հիմնական փաստաթուղթն է գործատուի եւ պետության միջեւ, գործարարի եւ պետության միջեւ։ Այս փաստաթուղթը պետք է լինի կայուն ընկալելի եւ իրականությունը ինքը կարգավորող։
ոչ թե ըստ իրավիճակի երկրի վիճակը տնտեսական դժվարանա, մարդիկ արտագաղթեն, իսկ այդ բեռը մնացածների վրա սկսեն թողնել։ Պետք է պայմաններ եւ համապատասխան հնարավորություններ ընձեռել։ Եվ մեր ծրագրային դրույթներում այդ ամեն ինչը շատ հստակ մատնանշված է։ Պետք է ժամանակին ականջալուր լինել, թե Բարգավաճ Հայաստան խմբակցության падգամավորները, ղեկավարը, ներկայացուցիչները ինչ թեզեր են առաջ քաշում, որպեսզի այսօր այս իրավիճակը մենք չունենայինք։ Եվ հայտնի ֆրազն էլ հիշում եք տվյալ անձնավորության ում մասին խոսեցի, ինչպիսի հրապարակավ հայտարարությամբ հանդես եկավ։ Պարոն Էնֆիաջյան, այսպիսի իրականում մի իրավիճակ է ստեղծվել իմ դիտարկմամբ, սա ոչ թե որպես լրագրող եմ ասում, այլ որպես քաղաքացի, որպես մարդ, ով ապրում է այս երկրում։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ երկրում ստեղծվել է մի իրավիճակ եւ առհասարակ մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին դրել ենք մի այնպիսի իրավիճակում, որ այսպես բարեգործություն ենք անում, որոշակի օգնություն ենք ցուցաբերում սոցիալապես անապահով խավին եւ այսպես այդ խավի մոտ այսպես շնորհակալության, խղճահարության զգացողություն է առաջանում, որ ահա մենք ուշադրության կենտրոնում ենք, ահա մեր մասին մտածում ենք, բայց իրականում չեք կարծում, որ պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ այս երկրում բարեգործություն անելու կարիք չլիներ, բարեգործություն ասել ամենազարգացած, ամենամեծ տնտեսական ցուցանիշներ ունեցող պետություններում եւս բարեգործական ծրագրեր իրականացվում են, եւս բարեգործներ կան եւ մի շարք նմանատիպ կազմակերպություններ կան, որոնք որ իրականացնում են, իրագործում են բարեգործություններ։ Հայտնված ժողովրդին ինչ որ այսպես ինչ որ կտորներ եք տալիս, ասում չի կարելի այդ համատեքստում նայել խղճահարության կամ այս հարցը չի։ Բարեգործությունը դա օգնություն է, բարի գործ է։ Ըստ բառի ստուգաբանության պետք է այս կերպով մեկնաբանել։ Եվ մենք ինքներս էլ բազմաթիվ անգամ ասել ենք, բարեգործությամբ երկրի տնտեսությունը, երկրի իրավիճակը չես փոխի։ Ընդհանուր այդպիսի ոլորտ չկա, որտեղ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից հսկայական ներդրումներ եւ ծրագրեր իրականացված չլինեն, բայց մենք գտնում ենք, որ համակարգային փոփոխություններ են պետք եւ պետությունը պետքա ստանձնի պարտավորվածություն երկրի քաղաքացիների կամ այս կամ այն խնդիրը սկզբից մինչև վերջ լուծելու հետ կապված։ Ազգային ժողովում 2017 թվականի, երբ որ բյուջեն բերել էին, որ պետք է արդեն իսկ հաստատվի, թե ինչ տրամաբանությամբ պետք է գործունեությունը ծավալվի, ըստ էության ես մի քանի հարցադրումներ կար, որոնք կառավարության ներկայացուցիչներին ասացի։ Նախ աշխատավարձների հիմնական կարևորագույն հարցերը այն ինչ որ կա Հայաստանի Հանրապետությունում, անվտանգության խնդիրը, սահմանում տիրող մենք շատ լավ գիտենք, ապրիլյան գործողություններից հետո ռազմական տեխնիկա ձեռք բերելու, ռազմաարդյունաբերական սպասարկման համալիրներ ձևավորելու հետ կապված այս մոտեցումների ինչ քաղաքականություն է վարվում եւ սոցիալական ծրագրերի, աշխատատեղերի հետ կապված եւ աշխատավարձների բարձրացման։ Իմ կողմից առաջարկությունները եւ մեր քաղաքական ուժի կողմից ներկայացված առաջարկությունները հիմնականում առանցքը դրվել են մեր երկրի առջեւ ամենակարևորագույն հիմնահարցերը։ Հիմա տեսեք, եթե նմանատիպ հարց ես բարձրացնում եւ ասում են տնտեսական աճ մենք չենք կարողանում արձանագրել եւ աշխատավարձները չեն կարողանում բարձրացնել, բայց ես շատ հստակ ներկայացնում եմ, հնարավոր չէ արդյոք թեկուզ մի ոլորտի, մի բնագավառի ներկայացուցիչներին կոնկրետ օրինակներ են բերում կրթության ոլորտի ուսուցիչների համար փոքր թեկուզ տեղաշարժ արձանագրել աշխատավարձների առումով։ Այնուամենայնիվ ամբողջական տեսքով թե առանձին ոլորտի հետ կապված, թե առանձին մոտեցման հետ կապված միանգամից մերժվում է։ Այս սկզբունքը աշխատանքի ոչ մի լավ տեղ չի տանելու, ոչ մի փոփոխություններ չի արձանագրելու։ Մեր բերած առաջարկությունները կենսունակ են մեր ժողովրդի եւ հասարակության կողմից սպասված են։ Պարոն Էնֆիաջյան, 3 կետ ձեր ծրագրից, որոնք ռեալ հնարավոր են իրագործել։ Եվ խնդրում եմ, ասեք ինձ ինչպես եք իրագործելու այդ գործիքակազմը, ոնց եք պատկերացնում դրա իրականացումը, որ ռեալ լինի, որ անգամ եփած հավի ծիծաղը չգա։ 3 կետի մասին չի գնում, մենք ներկայացրել ենք ծրագիր։ Մենք ներկայացրել ենք ծրագիր, որը որ բաղկացած է 15 կետից։ Բնականաբար, եթե ես այս 15 կետերի մասին սկսեմ ավելի խորքային վերլուծել, մեր եթերաժամը չի հերիքի այս ամեն ինչի մասին ներկայացնելու, բայց մենք այս խոսակցությունը ի վերջո վարում ենք մեր երկրի քաղաքացիների համար, մեր տարածքային բոլոր ներկայացություններում, շտաբերում տեղակայված են համապատասխան բրոշուրները, բուկլետները, որտեղ ավելի մանրակրկիտ մեր երկրի քաղաքացիներն էլ կարող են ծանոթանալ, բայց այն հիմնական 3 կետերը, որը որ ես ձեզ կարձանագրեի, ըստ էության արդյունավետության մեջ է դրված։
Մենք շատ լավ գիտակցում ենք, թե մենք ինչ տարածաշրջանում ենք ապրում, ինչպեսի ներուժ ունենք, ինչպեսի ռեսուրսներ ունենք եւ ինչի վրա է պետք շեշտը դնել։ Մարդկային ռեսուրսը շատ կարեւորելով հանդերձ, քանի որ պարբերաբար այդ գործոնը կարեւորվում է եւ խոսվում է։ Եկեք մի բան հասկանանք, Հայաստանի Հանրապետության ընդերքն էլ բավականին մեծ պաշարներ ունի եւ Հայաստանի Հանրապետության ընդերքը եւս մեզանից յուրաքանչյուրի ըստ էության արյունով պահված սեփականություն է։ Հայաստանի Հանրապետության տարածքը եւ Արցախի Հանրապետության տարածքում բավականին մեծ ներուժ եւ պոտենցիալ կա։ Եվ Հայաստանի Հանրապետության սա շատ հստակ նաեւ տնտեսական հաշվարկներ են, եթե տեսնեք տարվա կտրվածքով քանի միլիոն նույնձև պղնձանյութի խտանյութ է արտահանվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եւ ինչ գումարների սահմանում է այդ ծավալները արտահանվում եւ ինչպիսի հարկեր են վճարվում, այս տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել։ Խոշորների հարկերը պետք է անհամեմատ ավելի մեծ լինեն։ Նույնձև մեր ընդերքը որպես պետքա ընդհանուր, որտեղ որ կա մեծ շահույթներ, գերշահույթներ, պետքա համարժեք քաղաքականություն վարվի։ Էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի դրա սպառողն է։ Եթե դուք նույնպես փոքր-ինչ ուսումնասիրություն կատարեք, թե փոքր հեկերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում շուրջ 200-ն են, ջեկը, Հայաստանի էլեկտրակայանները եւ մենք պետք է գիտակցենք, որ այն սահմանված գումարները, որոնք որ վճարվում են սեփականատերերին եւ պետության կողմից, դրանք նվազագույն թվեր են։ 2-ից 4 դրամ, 5-ից 7 դրամ, իսկ մենք որպես սպառողներ տեսեք ինչ գումարներ ենք վճարում այդ էլեկտրաէներգիայի համար։ Ինչպիսի մասնագիտական կազմ է հավաքված Ծառուկյան դաշինքի ցուցակում։ Այ ինչ մասնագետների բանակ է գալու։ Ենթադրենք, ընտրությունների հաջորդ օրն է եւ այնպես է ստացվել, որ ամբողջ ժողովուրդը ձայնը տվել է միայն Ծառուկյան դաշինքին եւ միայն դուք եք ազգային ժողովում։ Ասեք ով է լինելու ձեր պաշտպանության նախարարը, կրթության նախարարը, ինչպես եք պատկերացնում, ինչպես եք կառավարելու երկիրը, եթե ձեր ներուժը ունենք, մեր կադրային ներուժը ամփոփված չէ միայն համապետական ցուցակում։ Մենք բավականին մեծ եւ ընդգրկուն քաղաքական ուժ ենք, վերցրեք նայեք մեր քաղաքական խորհուրդը։ Այն մարդիկ, ովքեր որ կուսակցության անդամներ են, այն մարդիկ, ովքեր որ համակիրներ են, եւ ի վերջո եկեք մի կարևոր բանի մասին էլ խոսենք, Հայաստանի Հանրապետությունում այս կամ այն ոլորտում ծանրացած տարբեր խնդիրների հետ կապված պետք չի նայել մենակ նեղ անձնական շահերից կամ նեղ քաղաքական շահերից։ Եթե այն մարդիկ, դուք չեք թողում ես ավարտեմ, ես միտքը շարունակում եմ եւ անդրադառնում եմ հատ առ հատ ձեր կողմից բոլոր ներկայացված խնդիրներին եւ ըստ էության ձեր հարցի պատասխան եմ տալու։ Եթե այդ մեր համար ցանկալի կադրը չկա մեր քաղաքական ուժում, այդ կադրը կա Հայաստանի Հանրապետությունում։ Եթե նման որակներ, մասնագիտական հմտություններ չկա Հայաստանի Հանրապետությունում, խոսքը չի գնում այդ ձեր ասած պաշտպանության նախարարի մասին, այլ առհասարակ ոլորտների հետ կապված, որտեղ կարող են առաջընթաց գրանցել։ Մենք կարող ենք մեր հայրենակիցներին հրավիրել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող բազմաթիվ հայրենակիցներ ունենք, որ բավականին մեծ հաջողություններ ունեն Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Ես այս նույն օրինակով ձեզ շատ հստակ ավելի տպավորիչ մեկ օրինակ էլ բերենք։ Հայաստանի Հանրապետությունում, եթե մենք արձանագրում ենք, այդ թվում նաև ձեր ասած պաշտպանության նախարարությունն էլ այդ կազմի մեջ է մտնում 18 նախարարություններ, Հայաստանի Հանրապետությունում մենք պետք է արձանագրենք մի ոլորտ կա, որը որ Հայաստանը ներկայանալի է դարձնում Հայաստանի Հանրապետության ներսում եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։ Դա սպորտի ոլորտն է։ Օլիմպիական կոմիտեի ղեկավարը գիտեք, որ Գագիկ Ծառուկյանն է եւ այն ոլորտը, որը ինքը ստանձնել է գործունեություն է ծավալել, այսօր մենք արդեն արձանագրում ենք, որ մենք ունենք օլիմպիական չեմպիոն, օլիմպիական ոսկի։ Որևիցե այլ ոլորտում մենք պետք է արձանագրենք, որ այնուամենայնիվ մենք մեծ հաջողություններ չունենք։ Որն է ձեր երաշխիքը, որ հերթական անգամ, եթե սկսեք որևէ շարժում, եթե այսպես նորից հույս վառեք ժողովրդի մեջ, որ նորից սկսեն ձեզ հավատալ, գալ ձեր հետևից, նորից նույն իրավիճակը չի ստեղծվի, ինչ նախորդ անգամ։ Շարժում ձևավորելու արունահեղության տանելու որևիցե կերպ արկածախնդրության Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական թիմը իր մեջ պատասխանատվության զգացողություն ունի։ Շատ լավ գիտակցում է, թե ինչպիսի զարգացումներ կարող են տեղի ունենալ հարգելի Նարէ։ Եվ դրա համար էլ նման արկածախնդրության, նման մոտեցումների մենք չենք գնացել եւ չենք էլ գնալու եւ որովիցե մեկին էլ այդ ճանապարհով խորհուրդ չենք տա, որպեսի գնա, որովհետեւ ելի եմ ասում, մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ սահմանին ամենօրյա
կիսապատերազմական ռեժիմով են գտնվում, ամենօրյա տեսնում ենք, որ դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր ենք տեսնում, ամեն 2-3 օրը մեկ մենք վատ լուրեր ենք լսում սահմանից եւ շատ լավ գիտակցում ենք Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական անկայունությունը ինչպիսի անդառնալի հետևանքների է բերելու թե սահմանի վրա, թե սահմանից ներս։ Եվ այս իրավիճակը կրողը որևիցե մեկը չի կարող նման պատասխանատվություն իր վրա վերցնել։ Իսկ իշխանափոխություն, փոփոխություններ արձանագրելու գաղափարը, այո, մենք դրա առաջամարտիկն ենք եւ ասում ենք փոփոխությունները անհրաժեշտ են։ Եվ եկեք մի բան էլ գիտակցենք, այ դուք նոր ասում եք հիասթափություն կա կամ ինչ որ շարժումներ ձևավորել, փողոցային միջոցառումներ ձևավորել, հարգելի Նարէ եւ հարգելի քաղաքացիներ, ստեղծվել է օրենքով սահմանված հնարավորություն փոփոխություններ իրագործելու։ Թող իրանց քվեն տան այն քաղաքական ուժին, այն անձերին, ում որ հավատում են, ում որ վստահում են եւ նրանց գործ ուղեն քաղաքական մարմին, ազգային ժողով եւ թող նրանք իրենց ծրագրերը, իրենց խոստումները եւ իրենց մոտեցումները կարողանան իրագործել։ Ասեք կախարդական խոսք, կախարդական արտահայտություն, որ իմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիու մեջ մարել է հավատը ձեր եւ բոլոր ընդդիմադիր ուժերի հանդեպ, որ ես սկսեմ նորից նայել ձեզ այսպես լուսավոր աչքերով։ Հնարավոր չէ իրականացնել, հնարավոր է իրատեսության շրջանակներում քայլ առ քայլ փոքր քայլերով, հաստատուն քայլերով, կայուն քայլերով մեր երկրում փոփոխություն իրականացնել։ Եվ գիտեք ինչպես փոփոխություններից պետք է խոսեն նաև այն մարդիկ, հիմնականում սոցիալական, տնտեսական հիմնախնդիրներից պետք է խոսեն այն մարդիկ, ովքեր կարողացել են տնտեսության մեջ ներդրումներ ունենալ, տնտեսության մեջ բեկումնային փոփոխություններ իրականացնել եւ տնտեսվարող որպես ձեռնարկություններ հաջողությամբ արձանագրել։ Հաճախ մարդիկ են խոսում տնտեսության զարգացումից կամ տնտեսվարող սուբյեկտի որպես ներկայացուցիչ, որոնք մի հատ կրպակսկի չեն կարող աշխատել զարգացնել, բայց խոսում են ամբողջ երկրի տնտեսության զարգացման գաղափարախոսությունից։ Ես կարծում եմ, մեր ժողովուրդը շատ լավ գիտակցում է, տեսնում է եւ իրատեսության շրջանակներում իր վստահությունը տալու է այն քաղաքական ուժին, այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, մեր պարագայում, մեր դաշինքին, ծառայության դաշինքին, որտեղ իրենց ապահովություն է տեսնելու եւ իրական փոփոխություններ է կարողանալու տեսնել։ Դուք հավատում եք, որ ձեզ հավատում են։ Իհարկե։ Շնորհակալություն մեր հրավերքն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար, ափսոս որ ժամանակը կարճ էր եւ չկարողացանք մեր ծրագրային դրույթները եւ մոտեցումները ավելի խորքային ներկայացնել, բայց համոզված եմ մենք այդ առիթները բազմաթիվ անգամներ դեռևս ունենալու ենք։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ հրավերքն ընդունելու համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ փաստազրույցի տաղավարում հյուրընկալել էինք Ծառուկյան դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Վահե Էնֆիաջյանին։ Շնորհակալություն, մինչև հանդիպում։